Ամենից երիտասարդ հայը, ով գրավել է 77 քաղաքների ֆինանսական շուկան։ Տարածաշրջանում ամենամեծ ֆինանսական ընկերության հիմնադիր։ Ֆելիքս, միշտ մարդկանց հետաքրքրում է, թե հաջողակ բիզնեսմենի ճանապարհը, այս հաջողությունների ետևում ինչա կանգնած։ Ես չեմ կարծում, որ ամեն ինչ շատ հարթ է սկսվել։ Ինձ այնպես հետաքրքիր է, ոնց եք սկսել, ինչ տեսակի երեխա եք, ակտիվ երեխա եք։ Մենք սկսել ենք իմ մանկական, իմ ամենամոտիկ ընկերի հետ։ Այդ Beeline-ը սկսեց Ռուսաստանում ու մենք սկսել ենք ծախել դպրոցում այդ SIM կարտերը, որովհետև էժան են եղել, մենք ավելի թանկ ենք ծախել։ Պապան բիզնեսմեն էր, ոնց եմ այդ գենը։ Պապան բիզնեսմեն է, դե մաման մամա է, ամենալավ մամա է երկրում երևի։ Պապան սկսել է իր բիզնեսը Հայաստանում, հետո 90 թվականին մենք որ գնացել ենք Ռուսաստան, արդեն ուրիշ բիզնես է ստեղծել, հիմա էլ անում է տարբեր բիզնեսների մեջ։ Ֆելիքս, փոքրուց ապահովության մեջ եք ապրել, այսինքն ընտանիքը ապահովված էր, խնդիրներ կային ֆինանսական, թե չկային։ 90 թվականին Ռուսաստանում դա շատ վատ է։ Բարդ տարիներ էին։ Ու տենց ասեմ, Սանկտ Պետերբուրգը այդ տարին եղել է շատ, ոնց ասեմ, խիստ տենց անհաջող քաղաք է եղել։ Հիմա Սանկտ Պետերբուրգը Եվրոպա է ու տենց սիրուն է, ամեն ինչ լավն է, բայց այն թվերին տենց չէր։ Շատ վատ գործեր են եղել Ռուսաստանում։ Հետո 2007 թվին մեծ կրիզիս է եղել Ռուսաստանում, որովհետև 2000 թվից մինչև 2007 թիվը երևի Ռուսաստանը ամենալավ թվերն է եղել։ Շատ է եղել է շատ լավ, եղել է վատ, տարբեր է եղել ու որ մենք այդ իսավ տեսել ենք, որ այդ ճանապարհը ինքը ոնց ասեմ, վայրի վերումներով։ Այո, ու ես մի բան եմ հասկացել այդ սաղը մեջ, որ մենք պիտի տարբեր տեղերում ունենանք տարբեր բիզնեսներ, որ այդ ռիսկները մենք չունենանք։ Ինստիտուտից հետո ես սովորել եմ Սանկտ Պետերբուրգ ունիվերսիտետ էկոնոմիկի ֆակուլտետում, այդ հասկացողությունը բիզնեսի հիմքը ընտանիքում հետո է։ Այո։ Ու հետո ես աշխատել եմ մետալուրգի մեջ, փաստորեն ես եղել եմ սկզբից փոքր կամպանիայի մեջ ենք աշխատել, հետո մեծ մետալուրգիական կոմբինատ կա Ռուսաստանում, Սևերստալը, 21 տարեկան ես եղել եմ ու ես դարձել եմ Սանկտ Պետերբուրգի Սևերստալի top manager-ը։ Այդքան երիտասարդ։ Այո, դե որովհետև ոնց ես ասել եմ, այդ ունիվերսիտետը շատ մեծ դռներ է բացում, այո։ Ու հաջողակներին երևի թե ընտրում են այդտեղից։ Ու դրանից հետո եղել են շատ լավ տարին Ռուսաստանում միջև եվրո դոլարը գնացել է վերև, բայց մեր համար, որ այդտեղը որ ես աշխատել եմ, շատ լավ է եղել դրա համար, ոնց ասեմ, ոսկի ժամանակ է եղել իմ համար։ Բայց հետո արդեն սկսել ենք մեր բիզնեսը, իմ պարտների հետ։ Բայց օրինակ, երբ որ ձեր գործերը լավ էր այդտեղ, մարդ հայտնվում է sense կոմֆորտ զոնայում, չէ՞ մի տեսակ։ Այդ կոմֆորտ զոնայից մարդիկ դժվար են դուրս գալիս։ Ասում են, դե լավ, ամեն ինչ լավ է, ինչի ես իմ անցավ գլուխը ցավի տակ դնեմ ու ինչ որ ռիսկերի դիմեմ, էլի սեփական բիզնես։ Չէ՞ որ ես լավ վաստակում եմ, իսկ մա լավ էիք վաստակում այդ ժամանակ անկախ ամեն ինչից։ Ոնց ասեմ։ Տեսակա։ Իմ տեսակն է առաջինը, երկրորդը, որ ջայել տղա 21 տարեկան, կարում է փոխի գները Ռուսաստանի ռեգիոններում, էդի փոխվում է ամեն ինչը, որ դու ջայել ես, բայց դու շատ մեծ գումարների հետ ես աշխատում, էդի սա փոխվում է։ Ու հետո ես հասկացել եմ, որ ամեն դեպքում ես չեմ կարա դառնամ տնօրեն այնտեղ։ Ուրեմն ես պիտի բացեմ իմ գործը ու սկսեմ զրոյից ենք սկսել, ճիշտն ասած, որովհետև մենք փոխել ենք, մենք չենք աշխատել հետո։ Ես աշխատել եմ միտալի հետ մի քանի տարի հետո, դե որովհետև հաջախորդներ մեծ կան ու մարդիկ կան, որ ասում են մենք մեր համար տարբերություն չկա որտեղ ես, մենք քո հետ ենք աշխատում։ Ու այդ բանը իմ համար շատ կարևոր է, որովհետև ես հասկացել եմ, որ մարդը մարդու հետ աշխատում։ Ինքը չի աշխատում զավոդի հետ կամ թե ինքը կարա դառնա ոչ թե հաջախորդ, կարա գործի ընկեր։ Շատ նոր բան եք ասում։ Ու հիմա այդ բիզնեսը, մեր ամենամեծ բիզնեսը, որ մենք ունենք իմ պարտները Լյովայի հետ, այդ բիզնեսը նոր է աշխարհում ու մենք բանկ չենք,
ստեղ այդ բիզնեսում քո ասածը պետք է լինի քո ասածը։ Եթե դու ասում ես ու չես անում, մեր գործը բրցնում է մի օրով։ Մեր գործը ռեպուտացի հարցն է, որ ոնց բիթկոյնը խոսքի էտի ոսկի չի։ Այնտեղ սա ռեպուտացի հաս։ Դոլարը նույնը։ Դրա համար մենք հասկացանք, որ ուրիշ տարբեր մեծ գործեր կան ու մենք հասկացել ենք, որ երկիրը փոխվում է։ Մարդիկ կան, որ չեն իմացել, որ Swift-ը կանան անջատեն Ռուսաստանում։ Բայց մենք հասկացել ենք, որ աշխարհը փոխվում է ու մենք գլոբալ պոզիցիա ունենք, մենք մտածում ենք, որ ամեն դեպքում մարդիկ պիտի իրար հետ ապրեն, սաղ երկիրները պիտի ապրեն, աշխատեն ու այդ գրանիցները պիտի չլինեն։ Ոչ թե փողում, ոչ թե մարդկանց մեջ։ Մենք տենց ենք մտածել։ Ու մենք հասկացել ենք, որ մենք կարանք դառնանք այդ կամպանիան, ով որ կոնեկտ է անում երկիրները իրար հետ վատ են, բայց մարդիկ իրար հետ լավ են ու այդ կապը պետք է չկորի։ Ու մենք միջինն ենք, որ այդ կապը չկորի։ Դուք կապող օղակն եք դառնում։ Մենք տենց ենք մտածում ու մենք ոչ թե ծախում ենք կրիպտոն կամ թե ուրիշ տենց услугаներ կամ թե ապրանքներ, մենք ծախում ենք մարդկանց հաջողությունը, որ հանգստությունը, որ մարդիկ կարան հասկանան, որ վաղը ոչ մի եթե մի բան երկրում փոխվում է, մարդու մեջ ոչ մի բան չի փոխվում։ Եթե ինքը ուզի ուրիշ երկիր գնա, ինքը կարա առանց կանխիկ փող գնա, առանց վիզա քարտ գնա։ Պրոստը այնտեղ որ կան մեր օֆիսներ, ինքը կարա գա, միանգամից ստանա այդ փողը, Երևանում տա, Դուբայում վերցնի, Մոսկվայում։ Իսկ օֆիսները տարբեր երկրում։ Շատ։ Որ տենց ասենք, մենք հաշվել ենք, չէ, ես ասեմ, եթե հաշվենք քաղաքներ, որտեղ մենք աշխատում ենք, օֆիս կամ թե ինկասացիան կամ տարբեր 88 քաղաքներ են հիմա։ Մենք սա հաշվել ենք։ Բրավո։ Իսկ եթե խոսենք այն մյուս երեխաներից բիզնեսի առումով, բացենք փակագծերը։ Մենք իմ հորախբերը հետ, ինքը ջայելա, մեր տարբերությունը 6 տարի է, մենք շատ մոտիկ ենք, շատ։ Ինքը իմ համար մեծ աղբերն է, որովհետև իմ հորս ինքը տարբերությունը 16 տարի է, մեր մոտ տարբերությունը 6 տարի է, մենք ավելի մոտիկ ենք։ Ու մենք իրար հետ սկսել ենք ուրիշ բիզնեսը Ռուսաստանում, սկզբից մենք եղել ենք Սանկտ Պետերբուրգում, բայց հետո մենք արդեն հասել ենք սաղ Ռուսաստանը, մենք հիմա աշխատում ենք Եվրազես, Հայաստան, Վրաստան։ Իսկ ինչ ընկերությունների համար եք այդում կարտադրում։ Մեծ զավոդը, որ այդ մենք աշխատում ենք ու մենք դիստրիբյուտոր ենք, Hambleton Bard-ը, ինքը Անգլիայից է ու եթե երևի կիմանաք Jameson, Chivas ամենամեծ աջախորդներ են այդ զավոդի ու մենք դարձել ենք դիստրիբյուտոր։ Մինչև հիմա մենք աշխատում ենք, շատ լավ գործը, մինչև այդ գործը սկսելը ես գինի իմ կյանքում չեմ խմել։ Օղի խմել եմ, բայց գինի չեմ խմել, բայց որ այդ գործը սկսեց, մենք սկսել ենք հասկանալ գինի ու շատ լավ գործը իմ համար ու ուրիշ բան ասեմ, մենք մտածել ենք ու հասկացել ենք մի բան, որ ամեն դեպքում մարդիկ արդեն 2000 տարի կամ թե 3000 տարի չգիտեմ ինչ կան խմում են ու չեն պրծնի խմելը։ Փաստորեն մարդիկ ամեն դեպքում ալկոհոլը պետք է, փողը պետք է ու հիմա մենք մտածում ենք կարող է 20 տարի հետո կամ 10 տարի հետո, չգիտեմ, մենք ուզում ենք ֆարմասի հետ կապեր ունենք։ Բայց հիմա այդ տանում մենք ունենք իմ Լովայի պարտների հետ, ուրիշ մեծ պրոյեկտներ, մեկը Lamborghini, Tonino Lamborghini, ում հետ դուք երևի Ձեր շնորհիվ կարողացանք ունենալ այդ բացառիկ հարցազրույցը, որը կդիտեն։ Ճիշտն ասած, մենք ուզում ենք այդ տարին սկսենք ստեղ իրար հետ գործը ու սարքենք 5-ից մինչև 30 հատ coffee shop-ներ իր անունով ու միտքը ծնվեց։ Ու այդ միտքը ծնվեց 1 ամիս առաջ, բայց
արդեն մենք Տոնինոյի հետ ընկերություն ենք անում։ Նկարները ձեր ջերմ հանդիպումների շփման մի խոսքով իրենք էլ մեզ նման են տեմպերամենտով, չէ՞, ջերմությամբ։ Ես տեսա նաև վերջերս եք ամուսնացել, ու տեսա բոլոր են գեղեցիկ լուսանկարները, այն շատ սիրունանակ ընկալը, որը ամուսնության առաջարկությաններ վերաբերվում, բայց երբ որ Տաթևին առաջին անգամ տեսակ, հիմա բիզնեսից մի անգամից գնացինք անձնական, բայց ինձ շատ հետաքրքիր է, որտեղ գիտեմ, որ շատ պատահական ու շատ արագ ամեն ինչ ընթացավ։ Ոնց հասկացաք, որ այս աղջիկը հենց այն աղջիկն է, որը պետք է լինի իմ կյանքի ընկերը։ Մի անգամից։ Դե ինքը որ շատ սիրուն է, դրա մասին խոսք չկա, բացառիկ սիրուն է։ Իր ժպիտը, իր խոսելու ձևը, իր մտածելու ձևը, երևի մի քանի ժամ ա եղել, որ մենք դե սկզբից տենց հեռախոսի մեջ ենք եղել մի քիչ տենց, բայց հետո որ մենք հանդիպանք ա եղել, հանդիպել ենք իր ժպիտը ես որ տեսա ու հասկացա, որ ոնց չգիտեմ, իմն է ու վсё։ Ու որ ես բիզնեսի մարդ եմ ու եթե մի բան որոշում ենք, մենք էդի անում ենք մի անգամից ու շուտ, տենց ստացվեց, որ ամեն ինչ պիտի արագ լինի։ Ուրեմն իմ ձևը տենց է։ Ու ես մտածում եմ, որ շատ լավ ու բարի եղավ։ Դուբայը շատ տենց 21-24 ժամ աշխատող քաղաք է, բայց այդտեղ սայթերը ունեն խնդիրներ, լավ սայթեր չկան, լավ application-ներ չկան, ու մենք հասկացել ենք, որ մարդը կորցնում է իր ժամանակը, ինքը պետք է բրոկերի հետ խոսա ժամերով, կամ թե օրերով, պետք է խոսա, որոշի, մենք ուզում ենք անենք մի հատ application-ը, որ մարդը կարա երբ իրան հարմար է, որոշի MR-ը կամ թե դամակը, ինչ 26-ին են բարձնում, ինչը 28-ին են բարձնում, Ռասել Խայմը կազինոն երբ լինի, ինչ տեղեր կան, մարդը որոշի ինչն է ուզում, ինչքան գումար ունի, կամ թե պետք է կրեդիտ անեն, տարբերություն չկա, որ մարդը իր ժամանակը չկորցնի, որովհետև ժամանակը հիմա երևի ամենամեծ ռեսուրսն է։ Մենք երեք օրինակ նկարահանում ուշ ավարտեցինք ու միջև գնացինք այստեղ այնտեղ, դարձավ 2:30 գիշերվա ու մենք խցանման մեջ էինք։ Ու այդտեղ մենք հասկացանք, որ իսկապես Դուբայը աշխատում է երևի 24 ժամ, որովհետև այդ ժամին ըստ մեր պիտի բոլորը քնած լինեն։ Մեր օֆիսը աշխատում է 24 ժամ Դուբայում, որովհետև ուրբաթ օրը, շաբաթ օրը մարդիկ շատ փող են ծախսում ես երկրում, ու մարդիկ կան, որ կանան զանգեն մեր մենեջերներին, ասեն ժամը 3-ին գիշերը $100,000 պետք, կազինո ուզում եմ գնամ, չգիտեմ, ծախսեմ, ռեստորան։ Ու մենք դրա համար աշխատում ենք 24 ժամ։ Հայաստանի համար մի քիչ այդ տեմպերը դեռ մեզ մոտ չկա։ Շատ տարբերվում է, հա, տարբերվում է մի քիչ։ Շատ չէ, մի քիչ տարբերվում է։ Ֆելիքս, բայց եթե մարդ գալիս է Դուբայ, դուք արդեն հասկացաք որոշակի գումարով եկել եք։ Այս բիզնեսը չնայած զրոյից եք ձեռնարկել Ովայի հետ։ Իսկ հնարավոր է ըստ ձեզ գալ զրոյով այստեղ Դուբայ, հաստատվել ու ունենալ այդ հաջողությունը։ Ինքը տալիս է այդ հնարավորությունները։ Այդ քաղաքը տալիս է։ Ես եղել եմ Եվրոպա, ամեն տեղում եղել եմ, Չինաստան չեմ եղել։ Բայց սրա նման քաղաքը ես չեմ տեսել, որովհետև այդ քաղաքը ստեղ 80%-ը կամ թե 90%-ը էմիգրանտներ են։ Ոնց որ ես ու իմ սաղ կյանքը ես Ռուսաստանում եմ մեծացել ու որ դուք հարցրել եք ինձ ինչի մենք անում ենք սա գործերը մենք ընկերների հետ կամ թե ընտանականը որովհետև հա ես իմ մտածելու ձևը Ռուսաստանից ես ռուսերեն լեզվով եմ մտածում հետո ես թարգմանում եմ հայերեն Ես ներողություն ուզում եմ ասեմ որ Ֆելիքսը ինձ հետ ուզում էր փայլուն անգլերենի ա տիրապետում մենք որ զրուցեինք անգլերեն բայց քանի որ մեր հաղորդումը գնում է հեռուստատեսությամբ եւ ես իրպես փայլուն անգլերեն չեմ տիրապետում մենք որոշեցինք խոսել հայերեն ինքը գնաց ինձ իջման բայց հրաշալի հայերեն է ես հասկանում որ օտար երկրում ապրել 1.5-2 տարեկանից օրինակ ու այսպես խոսել հայերեն Բայց ես գնացել եմ հայկական դպրոց Սանկտ Պետերբուրգում Կիրակի օրները եղել է դպրոցը բայց հետո մի 15 տարի մոռացել եմ գրել եմ մոռացել եմ
Ֆելիքս, ես հիմա ասեմ, ինչի այս ամենից համ ուրախանում եմ, համ էլ չեմ նեղանում, որովհետև ես Հայաստանը շատ եմ սիրում, Երևանը հիվանդագին եմ սիրում մեր հայրենիքը։ Իմ սրտի դարմանա լինում, երբ որ օրինակ տեսնելով Տաթևի Instagram-յան էջի story-ները, ես տեսնում դուք շատ հաճախ շաբաթը մեկ, այսինքն երկու օր դուք Դուբայում եք, հետո երրորդ օրը Հայաստանում եք, հետո նորից որովհետև Հայաստանի հետ կապը, նաև Հայաստանին ուժեղացնելը իմ կարծիքով շատ կարևոր է։ Ու ձերպես երիտասարդ ու հաջողակ բիզնեսմենները ես ուրախ եմ, որ Հայաստանի հետ իրենց կապը շատ ամուր են պահում ու շատ հաճախակի։ Մենք ունենք հիանալի գործընկեր Ital Solar-ը։ Ես հասկանում եմ, որ Դուբայում մարդիկ հարուստ են, բայց գիտես, ինձ թվում է խնայելը չի խանգարի։ Օրինակ մեր գործընկեր Ital Solar-ը բիզնեսների համար կիրառում է 0% տոկոսադրույք, այսինքն 0% տոկոսադրույքով իրենք կարող են ձեռք բերել իրենց բիզնեսի համար այդ արևային կայանները ու առհասարակ չեն վճարում հոսանքի դիմաց, հավաքում են դիվիդենդներ ու հետո նոր բիզնես են սկսում։ Ես էլ մի հատ բան ասեմ, որ կրիպտոյի մեջ այդ պանելները սոլարի շատ մեծ տեղերում աշխատում են, որովհետև կրիպտոն մեծ էներգիան պետք որ սարքվի այդ կրիպտոն, որ դու իրան գտնես, որ մայնինգների համար ու սոլարները աշխատում են սաղ երկրում։ Այնպես որ 8128 0% տոկոսադրույք Ital Solar չեք վճարում հոսանքի դիմաց, հավաքում եք գումարը ու օնլայնում եք ձեր բիզնեսը։ Ես հասկանում եմ, որ Տաթևը նաև ոգեշնչել է նոր բիզնեսների։ Հա, տենց էլ կա, որովհետև մենք որ ստեղ արել ենք միջև մեր ամուսնանալը, մենք եղել ենք ստեղ մալչիշնիկ, դիվիշնիկ, վսիլոր բատի։ Մենք եղել ենք ստեղ ու մենք հասկացել ենք, որ մեր նման մարդը չի կարա ստեղծի բարձի, ոնց որ մենք կարանք ստեղ, որովհետև արդեն կապերը ուժեղ են ու մարդիկ ով որ մեր գործի մեջ են, կլուբներում, ամեն տեղում ու մենք հասկացել ենք, որ այս քաղաքում սերվիսը այնքան էլ լավ չի։ Սերվիսը ստեղ լավն է, եթե շատ թանկ է։ Եթե գինը նորմալ է, ուրեմն սերվիս չկա։ Հա, ու մենք մտածել ենք, որ ինչու մենք չպետք է դառնանք ստեղ տուրապերատոր տուրիստական գործի մեջ ու welcome service-ի մեջ։ Այսինքն որ հասանելի լինի, ոչ աննորմալ։ Այդ երգը որ գիտեք, երևի Come to Dubai, ու մենք անունը դրել ենք Come to Dubai։ Էդ էլ ենք անում այդ արդեն սկսել ենք այդ ամիսը։ Ֆելիքս, կա մի բիզնես, որը ավելի եք սիրում, մյուսին մի քիչ ավելի երկրորդական եք վերաբերվում, թե բոլորը հավասար են։ Իմ համար բոլորս հավասար են, բայց շատ տարբեր են։ Շատ տարբեր են։ Դրա համար ես չեմ կարող ասեմ, որ մի բիզնեսը ավելի իմ համար տենց կարևոր է, քան թե ուրիշը։ Հա, մասշտաբը տարբերվում է, բայց այնքան տարբեր են։ Ու դե ոնց ասեմ, թողի կրիպտոյի գործերը ու գինի գործերը։ Ոնց կարամ ես որոշեմ։ Ֆելիքս, իսկ մարդկանց հեշտ վստահում։ Ասեմ չէ, բայց ամեն մարդը պետք է իր շանս ունենա։ Ես տենց եմ մտածում, որովհետև իմ կյանքը, որ ես ապրել եմ, այնքան շանսեր եմ ես իմ համար այնքան շանսեր մարդիկ տվել են տարբեր տեղերից, տարբեր մարդիկ ու ես հասկանում եմ, որ եթե ես այդ իսաղ ունեցել եմ, ես ամեն մեկին գոնե մի անգամ շանս պետք է տամ։ Իսկ Լեովայի հետ մանկության ընկերներ եք, հետո ստեղծել եք ձեր այս բիզնեսը, որը որ ձեզ բերել է այստեղ կանգնած ենք։ Լինում են տարաձայնություններ բիզնեսի հետ կապված։ Մենք որոշել ենք, որ իմ ստրատեգիան իմն է, տակտիկան Լեովայինն է։ Ու մենք որ սկսել ենք տենց աշխատել, մենք հասկացանք, որ դա ավելի ամենաճիշտ ձևը։ Ով որ ինչ մտածում է, մենք իրար հետ ենք անում, խոսում ենք ու հասկանում ենք ստրատեգիա համար լավա վատա, տակտիկի համար լավա վատա։ Ու այդ տանդեմը դարձել է շատ լավ ու մեծ բիզնեսը հիմա մեծանում է ու ուրեմն այդ սիստեման աշխատում է։ Դպրոցում մաթեմատիկա լավ գիտեիք։ Չեմ կարող ասեմ, որ ես մաթեմատիկ, չէ, ես ամենալավ
ավելի լավ տենց լիտերատուրա, պատմություն, ես գիտեմ շատ լավ, բայց հետո ինստիտուտում, որ էկոնոմիկի է եղել դրա համար, մաթեմատիկան սկսեց։ Ու չեմ ասի, որ ես շատ սիրում եմ մաթեմատիկան, բայց մեր գործի մեջ Անփոխարինելի ու երաժշտ։ Այո։ Մաթեմատիկան։ Ամենակարևորը անսպար ամբիցիաները, որովհետև մաթեմատիկան շատ լավն է, բայց ամբիցիաները փոխում է ամեն ինչ ու քո մտածելու ձևը, եթե դու ուզում ես դառնալ մեծ բիզնեսմեն, քո ամբիցիաները պետք է ամեն մեկից մեծ լինեն։ Ինչ հետո, որովհետև սովորաբար ոչ բիզնեսում ամբիցիան մենք հակառակ կողմից ենք ընդունում, դա լավ բան չի, ամբիցիոզ մարդիկ հաճելի չեն, բայց այս դեպքում այս աշխատանքի մեջ փաստորեն դա խիստ անհրաժեշտ է, բանալի է։ Այո։ Ֆելիքս, ես նայում եմ, դուք այնքան գեղեցիկ կոստյումով հագնված, ես իհարկե ժամացույցներից չեմ հասկանում առանձնակետ բրենդներից, բայց ուզում եմ ասել շատ կարևոր է բիզնեսմենի համար, թե ինչ հագուստով է ինքը ներկայանում այդ գործնական հանդիպումներին։ Ես մտածում եմ, որ հա, որովհետև դե մենք ֆինանսական գործի մեջ ենք ու որ ճիշտ ասենք, որ մենք սկսել ենք աշխատել, top manager-ներ ենք եղել, ամեն դեպքում սա կյանքը մենք տենց ենք եղել ու ոչ մի բան չի փոխվել։ Հա, մենք դառնում ենք ավելի, չգիտեմ, մեծ, բայց մեր ձևը չի փոխվում։ Դրա համար տենց էլ մնաց։ Ես անկեղծ ասեմ, որովհետև երբ որ ես առաջին հայացքից նայում եմ, ես այստեղ կարդում եմ այս կոստյումի ու այս կերպարի մեջ, այսպես ասեմ, ապահովություն, հաջողակություն, իսկ մարդիկ միշտ ուզում են հաջողակ լինել ու փաստորեն միևնույն է, հագուստը իրանը թելադրում է։ Այսինքն, երբ որ դու գնում ես հանդիպման, ինձ թվում է անկախ ամեն ինչից միևնույն է, չէ՞, մեզ մեր արտաքին տեսքով են ընդունում ու դրանց ու հագուստին մեծ ուշադրություն են դարձնում։ Ինձ թվում է նաև բիզնեսմենների ժամացույցներին։ Դե, հա, տենց էլ կա, բայց ես ասեմ, որ Դուբայում մարդիկ կան, ով որ լավ մեծ բիզնես ունեն ու մեծ գործեր են անում, բայց կանան շորտիկներով գան։ Հա, բայց մեր համար մենք չենք կարա, մենք old school։ Դրա համար տենց է, ես որ մեկի հետ հանդիպում եմ, հա, ես չեմ նայում այնքան փող ունի մարդը թե չէ, բայց ես նայում եմ իր տեսքը, որովհետև իր տեսքը ու իր գործը, այնտեղ օքեյ է, սա կամ թե խաոս է։ Եթե խաոս է, ուրեմն մենք պետք է 3 անգամ կամ թե 10 անգամ մտածենք, անենք իրար հետ գործ, թե չէ։ Ես շատ եմ սիրում իրենց ֆրունզի գինիները, որովհետև իրենք յուրօրինակ են, սիրով լի են, իրենք փորձել են այն սերը, որը առհասարակ մենք յուրաքանչյուր հայս ու առհասարակ ֆրունզիկը շատ այլ ժողովուրդների կողմից էլ է սիրված, որովհետև ինքը ուրիշ մասշտաբի դերասան էր, այդ ամբողջ սերը փոխանցեն ու ստեղծեն ֆրունզի գինիները, որ մենք ամեն կումը ըմպելիս վայելենք այդ սերը, ջերմությունը ու համի կատարելությունը։ Let's հայշուկով։ Շատ լավ։ Հայկական է։ Հայկական է։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Սրտով։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Ռուսերեն ասեմ, порядочность։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դավաճանություն։ Ու ասում, որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալություն։ Սրտի տանիքներով։ Musa Production։ Հաղորդման գործընկերներն են Ital Solar-ը իր որակյալ արևային կայաններով եւ Պրոշյանի գինու ու կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով։